Ընդրվելու դեպքում ով էլ հաղթի, ես շնորհավորելու եմ, որովհետև մենք փորձելու ենք ամեն ինչ անենք, որ արդար ընդդիմություն լինի, ես հաղթելու պարագայում իհարկե ես միշտ պատրաստ եմ եղել շնորհավորելու։ Եթե գյումրեցիները այսքան բանից հետո պիտի գնան ընտրեն քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս ամեն ինչը տեսնելով թե ինչ է կատարվում Գյումրիում, ինչպես են վարվում Գյումրիում տեխնազուների հետ, գյումրեցիների ընտրած մարդկանց հետ, ուրեմն ես ինչ անեմ, եթե գյումրեցիները գնում են ընտրեն։ Իմ քաղաքի ժողովուրդը եթե գնա ընտրի, հարց ունեմ, Փայլակ ջան։ Ասա։ Նիկոլ Փաշինյանը Թալանի հետ վերադարձի տրամապան։ Դա ինձ հետ բացարձակ կապ չունի, Թալանի հետ կապված ես ասել եմ հասեատերը ես չեմ, քանի որ դրա հասեատերը ես չեմ, ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել, ես թող կառավարությունը գնա այդ Թալանների մասին իրենք են խոսում գնան վերադարձնեն, ես որպես քաղաքապետ էի Թալան պիտի վերադարձնեի։ Բոլոր տեղերն է քարուքանդ է, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանության է, կենտրոնական իշխանությունն է իրենցն է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում իրենք կարող էին այս ամբողջ փողոցները, տնակները, ինչ պրոբլեմ որ ուներ Գյումրին վերացնեին, քանի որ 7 միլիարդով պետական բյուջեն ավելացել է ու Գյումրիում տնակներն ու այս խնդիրները մնացել են ժողովրդին։ Հիմա գալու են նոր հիշել են, որ իրենք իշխանություն են ու գալու են, որ Գյումրին կառուցեն։ Մենք կկառուցենք Գյումրին կառավարության պետության գումարներով։ Պարոն Գրիգորյան, թատրոնում ձեր եւ Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ չեմ ուզում այդ մասին խոսել, ժողովրդյան, լրատվական ես չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում այդ անձնական խոսակցությունների մասին չեմ ուզում խոսել։ Այո, ճանաչել եմ նորմալով, ճանաչել եմ որպես նորմալ մարդ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ ասած, այդ կարգի շփում չեմ ունեցել, որ գիտենամ ինքը այն ժամանակ էր Արցախը ադում, թե ԿՊ մտնելուց հետո նոր սկսեց Արցախը ու արցախցիներին ադել։ Դուր գալու համար, հա, Նիկոլ Փաշինյանը։ Դե հասկանալի է, ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել ոչ մի ուժի հետ համագործակցության արդյունքում ես ինձ թույլ տամ այնպիսի բան, ինչ որ հաճելի է տվյալ քաղաքական ուժին։ Ես ինձ թույլ եմ տալու այնպիսի բաներ, որը հաճելի է ու ընդունելի է գյումրեցիների կողմից։ Քաղաքական ուժերը կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես քաղաքապետ, այնպես որ կարևոր է այստեղ այս փորձությունների միջից մարդ դուրս գալն է ու մարդ մնալն է։ Բայց ապտակել եք նրան։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։